Չէ, դու գնացեք նա աչու։ Հիմա դու արդեն հետես եկել։ Ես նման բան չասեցի, ես ասի սպասենք, իսկ դուք ասում եք, որ վիրավոր մարդուն կարող են սպանել, եթե բժիշկը պայքարում է, ասում եք, մենակ բժիշկի գործը չի։ Անվտանգությունը ապահովում է, չէ՞ հետագա։ Ես ձեզ ասեմ, հենց քարոզարշավի առաջի օրը տարածվեց հաղորդագրություն եւ ես էլ եմ ստացել, որ պետությունը, ոստիկանությունը տրամադրում է անվճար թիկնազոր, չգիտեմ, նույնիսկ կարծեմ, եթե չեմ սխալվում, ասեցին մինչև 4 հոգի, թե ինչ, թիվը չեմ հիշում, ես անձամբ հրաժարվել եմ եւ կարծեմ, եթե չեմ սխալվում, բոլոր տեխնատուները հրաժարվել են։ Իսկ այսօրվանից հետո կարող է Չէ, բացարձակապես վախեր չկան այն առումով, որ նման գործողություններ ես ենթադրում եմ, որ կատարում են կոնկրետ մարդու նկատմամբ։ Ինչ որ հարցեր Գիտեք ինչ, ես նորից եմ կրկնում, դեռ շատ շուտ է, դրա համար կան համապատասխան կառույցներ, համապատասխան մարմիններ, հետաքննություն կանցկացվի, նոր հետո կերևա։ Քաղաքական Այսինքն նախագահական ընտրությունների ժամանակ տեխնատուներից մեկին վիրավորելը հնարավոր է նաև քաղաքական ենթատեքստ չունենա։ Կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ։ Ամենայն դեպս եթե զուտ քաղաքական ենթատեքստով առաջնորդվենք, որքան էլ հարգենք Պարոն Հայրիկյանին եւ ցանկանանք, որ նա առողջանա, բայց Պարոն Հայրիկյանը եւ ինչու՞ չէ, նաեւ ես այն տեխնատուն չեմ, անկեղծ, որ կարող է ինչ-որ նախագահային լուրջ, այսպես տհաճություն պատճառային ընտրվելու հարցերով։ Ես նորից եմ կրկնում, չեմ բացառում եւ քաղաքական եւ այլ մոտիվներ։ Դրա համար կան կառույցներ, կարող են հետաքննություն անել։ Անգիտակից է։ Բարմանն ասաց լավ է։ Անգիտակից է։ Ասաց մի երկու բառ ասացի։ Աշկերը փակ է, շնչում էր, սրտի աշխատանքը նորմալ է, ոչ թոքերն են վնասվել, ոչ էլ ոսկորը, պարզապես հիմա ստուգումներ են կրկին անում, ես մի քիչ հետո էլի կմտնեմ կտեղեկանամ։ Որևէ բառ չասացի, չկարողացա։ Ոչ, բառ չի ասել, չեմ խոսել էլ։ Նկարել ես ներսում գոնը։ Որպես հարազատներ գնահատական Ձեր անունը Վարուժան տրիբունյալ, նույն բանը 96 թվականին եղավ, ես 8 տարեկան էի, նույն բանը համարյա, նույն պաժեզի դիմաց ընտրություններից առաջ, օգոստոս ամսին, փոքր էի, խնացել հենց առավոտյանը գրասենյակից նույնպես գրասենյակից հետ գալու նույն բանը, այս ժամանակ բազմապես պապուշտը չկպավ, այս անգամ կպավ, կարողացան կպցնել։ Իսկ սպառնալիքներ եղել են։ Ինչպես։ Ինչևէ ես հեռախոսով կամ ինչ-որ կասկած։ Ոչ։ Մի վարյան։ Ես իր քրոջ տղան եմ։ Վարուժան տրիբունյալ։ Իսկ ինչևէ սպառնալիքներ եղել են կամ ինչ-որ հանգամանք կասկածելի։ Ոչ։ Դուք ամբողջովին եք ուղեկցե պատմեք էլի այդ ինչևէ դիները։ Գրասենյակում ենք եղել իրար հետ, ես էի Ստեփան ազգային միացյալ կուսակցության ԱՄԿ-ի հիմնադիրների Ստեփան Զատիկյանի որդին էր Վրեժ Զատիկյանը եւ Ստեփան Զատիկյանի եղբոր տղան Տիգրան Զատիկյանը։ Մենք գրասենյակից մեկնեցինք, գնացինք Դավիթ Հաշեն, որտեղ որ ես եւ Վրեժ Զատիկյանը բնակվում ենք։ Մեզ իջացրեց Տիգրան Զատիկյանը եւ մոտարապես 15 րոպե անց զանգ ստացանք,
իր կնոջից, որ հիվանդանոց ենք արդեն տանում եւ փորձել են մահափորձ անել հայրիկյանները։ Այդ ամենօրյա գրաֆիկներ, ամենօրյա նույն տեղեր գնում նույն ժամին հետ բացատրեք մեզ։ Ամենօրյա գրաֆիկ մոտավորապես կոնկրետ Գավթաշենում չէ գնա։ մոտից հետո չկա էլի, տենց ասեմ, բայց մենք միշտ էլ գնում ենք գրասենյակ, միշտ էլ գրասենյակում աշխատում Դա ենք։ գրասենյակն է թե բնակարանը, որտեղ ինքը բնակվում էր Դավթաշենում։ Գրասենյակից դուրս եկանք, առանձնացանք, ինքը մենակ էր մեքենայի մեջ։ Տպագրիչները որ Տպագրիչների Ալավերջան Խաչմերուկ։ դա այդ Խաչմերուկը իր գրասենյակը բնակվում է։ Մենք միշտ Դավթաշենում։ Իր բնակավայրի մոտ, Պազիզդի դիմաց։ Լավ, այս օրերին առաջադրվելուց ու գրանցվելուց հետո որևէ սպառնալի, կասկածելի բան, մտավախություն բան Հարիկյան ուներ։ Որևէ ոչ չկա։ Համարյա ամբողջ ժամանակ ես իր կողքն եմ լինում, ես էլ Վրեժ Զատիկյանն էլ եւ որևէ նույնիսկ կասկածելի բան չենք նկատել։ Ներեք, բժիշկներն ասում են, որ ինքը գիտակցություն ունի, դուք ասում եք, որ չունի։ Ես երբ որ մտա այդ պահին իր աչքերը փակի։ Սրտի աշխատանքը նորմալ էր, ասացին ոչ թոքերն են վնասվել, ոչ ոսկորները, ընդհանրապես 100 է ահագին կորցրել։ Այդ է խնդիրը, շտաբօգնությունը կին ասաց, որ շտաբօգնությունը ուշ եկավ, շատ շուտ չի եկել, ոստիկաններ կան, հարևաններ եկան օգնեցին, բայց որևէ ուրիշ տեղեկություն ես չունեմ, մինչև ինքը արդեն գիտակից դառնա եւ տեսնենք ինչ։ Իսկ կասկածներ, դե մի վնասված։ Չէ, մի վնասված կա։ իսկ կասկածներ կամ չգիտեմ ինչ գուցե դուք ազգականները, ճշնամիները, չգիտեմ։ Գուցե նախնական գնահատականով մեզ որոշ բաներ ասեք։ Որևէ կասկած ես ներկայիս մոտ չկա, որևէ կասկած չկա։ Վերցեք, ինքը ցին գնալու ճանապարհին, եղել, հա։ Բաժետի դիմաց։ Ավտոանց բաժետի դիմաց։ Մեքենայի։ Ասեն 11-ից կողմը, հա։ Կինը Սուսան Աբակյանը, ազգային ինքնորոշում միավորում կուսակցության հիմնադիրներից նաև ինձ նոր ասաց Քերկինը, որ գորոս լսեցինք, աղջիկը Նարեն հերոստացից այն անջատեց, դուրս նայեցին, նա հայրիկ էր գորում աղջիկը եւ դրանից հետո իրանք Քերկինը ներքև գնաց, ձեռքը բռնեց եւ ասում է արյուն էր հոսում։ Արյունական պատիզի դիմացի աստիճանների վրա արյունական էր լինում ինքը եւ կողքի վրա էլ քսած էր իր պորտֆելը։ Ասենք խնդիր չկա, կյանքին վտանգ չի սպառնում, նորմալ է, զրուցեցինք։ Ով է ասեմ։ Չէ, նման բան չկա, հենց նոր խոսել եմ Պավոլ Հարիկյանի հետ։ Ինչն է ձեզ հետաքրքրում։ Ասում է, որ շատ ավելի մեծ բաներ այն կհաղթա եւ սա եւս կհաղթարի։ Մենք առողջություն ենք մաղթում, ես արդեն ասացի, գիտակցությունը տեղն է, ամեն ինչ նորմալ է, փառքասու։ Չէ, դեպքի մասին որևէ բան չի ասում, դե ասում եմ որ կրակել եմ, բայց չի տեսել էլի։ Հաղթեցի բարի գիշեր եւ առողջություն, վաղը տեսնելու ակնկալիքով։ Որևէ կերպ։ Այո, ինչ ասած։ Ասած շնորհակալություն, իմ պայքարը շարունակվելու է, եթե ուզում եք բառացնել, մոտավորապես նման մի բան։ Բժիշկները կարծում եմ նման հարցերին ավելի մասնագիտական պատասխաններ ձեզ կտան։ Իսկ ձեր գնահատականը, սա քաղաքական։ Ես չեմ ուզում շտապել գնահատականների մեջ, բայց իմ քաղաքացիական գնահատականը կարող եմ տալ, որ այս կրակոցները ուղղված էին ոչ միայն Պավոլ Հարիկյանի դեմ, այլ նաև բոլորիս եւ Հայաստանի դեմ առասիլ։ Ընտրությունները խաթարելու միտում կարող լինի։ Դուք որևէ այլ տրամաբանական կապ տեսնում եք այսօրվա դեպքի եւ որևէ այլ զարգացումների։ Իսկ ինչպես եք մեկնաբանում, որ ես կարծում եմ, որ այդ ոչռագործությունը ծրագրավորող շրջանակները այնուհանդերձ իրենց ուզած նպատակներին չեն հասնում։ Իսկ ինչպես եք գնահատում հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի երկու ընտրությունների ժամանակ էլ օրինակ իրավիճակը։ Ես գնահատում եմ, որ Սերժ Սարգսյանը բոլոր ընտրություններից հետո էլ միշտ ապացուցում է, որ Հայաստանի ռեկը վստահելի ձեռքերում է։ Երկրորդ ընտրությունները դեռևս չեն ավարտվել, կոռեկտ չեմ համարում խոսել վերջնարդյունքների, առանց վերջնարդյունքներ պաշտոնական վերջնարդյունքներ ունենալու, այս նորից վստահեցնում եմ, որ դժվարությունները միայն փոխում են բոլոր այն առողջ քաղաքական եւ քաղաքական Հայրիկյանի վիճակը ստաբիլ է, հիմա ինքը փորձում ենք քանի հանգստանա, որևէ գիրատական միջամտություն առայժմ չենք անում, առավոտյան ձեզ նոր տվյալները կասեմ։
վերջացնենք այսքան ու խնդրում եմ գնացեք։ Ռեանիմացիայի դուռը մի փակեք, հայերեն եմ ասում։ Բայց գոնե ասեք ինչ վիճակում է հիմա, ինչ վնասվածքներ։ Հայերեն չեն ասեցի։ Ես բոլորը ասել եմ արդեն։ Ներկանակ անազգանում բաց։ Շատ ներողություն, ես գնում եմ բարեկամների մոտ, հայ քեզ բան։ Լավ է։ Լավ է, ցավը։ Այ բանա, թույլ է, բայց դրի վիդանից է։ Շատ արյուն փորձի։ Շատ արյուն փորձի։ Չգիտեմ, դες մարոթը չեմ ասել։ Այամ, հա։ Լավ, ապրես։ Քննածեր, նորմալ, ամեն ինչ նորմալ է, Աստված տա, համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, առաջ ցանկանանք, եւ ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օր ամեն ինչ բարձ կլինի։ Իսկ անհրաժեշտություն կլինի հետաձգելու քարոզարշավը։ Ես չեմ կարծում, որտեղ ինքը շատ նորմալ է եւ բժիշկներն ասում են վաղ այդ գնդակը որ հավի, ինքը արդեն քայլել է, ոչ պրոբլեմ չի, նա ինքը կորոշի։ Եթե ինքը կասի, որ խոչընդոտում է քարոզարշավին, ուրեմն դա օրենքի բաժնը երկու շաբաթով կհետաձգվի։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտություն չի լինելու։ Դա իմ կարծիքն է, վաղը կերևա։ Դուք խոսեցիք իրար հետ, ինքը պատասխանեց ձեզ։ Հարց չեմ ուղղել ես նման, բայց ես խոսելուց շատ նորմալ։ Ինքը ձեզ պատասխանել է ինչ որ բան ասել։ Ես իրենց զրուցել եմ։ Ես ասեցի քիչ առաջ ես։ Բայց բան, հարազատները դուրս են գալիս քրոջ տղան եւ ասում են, որ անգիտակից է եւ չի վիկանգանում։ Ճիշտ չեն ասում։ Ճիշտ չեն ասում։ Դե ես չեմ կարող կասկածել եւ ես գտնում եմ, որ սա նորից եմ կրկնել, որ սա քաղաքական է, սա դրանք է, սա պետության պետականության դեմ է ուղղված, ես այդ կարծիքին եմ։ Այո, վաղ գնդակը պետք է հանվի եւ դա լուրջ որևէ 20 րոպեանոց վիրահատություն։ Քաղաքական ուժերի հետնացուների դրության դասի երևա։ Ես ինչ նկատում եք։